Սամվել Կարապետյանի եւ խորհրդու եւ փաստաբանի Ամստերդամի Թաքեր Քարլսոնի հետ հարցազրույցից հետո դուք հանձնարարել եք ձեր աշխատակազմին մեկ այլ հարցազրույց կազմակերպել ամերիկյան մեկ այլ հայտնի լրագրողի, որտեղ եկեղեցու դեմ այսպես սկսված այս գործողությունները շատ ծանր են տարել, այսինքն Միացյալ Նահանգներում հայտնի է դարձել, քանի որ լրագրողը շատ հայտնի է եւ իդեպ ասում են Թրամփի որդու Հայաստան չգալը չեղարկվել է հենց այդ հարցազրույցից հետո, ինչ կարող եք ասել, այդպիսի հանձնարարական կա, որպեսզի դուք ամերիկյան հայտնի լրագրողներից մեկի հետ փորձեք բարձրաբանել իրավիճակը։ Հարգելիներս, նախ սկսեմ նրանից, որ այսօր մենք բազմաթիվ միջազգային, այդ թվում ամերիկյան լրագրողներից հարցազրույցի հայտեր ունենք, բայց ինչպես տեսնում ենք, նախընտրում ենք հարցազրույց տալ հայաստանցի լրագրողներին։ Ես նկատի ունեմ, եթե ձեզ թվում է, թե պետության ղեկավարի համար մեծ բարդություն է միջազգային լրատվամիջոցներին հարցազրույց տալը, այդքան էլ ճիշտ չի ձեր պատկերացումը։ Ուղիղ հարցին ուղիղ պատասխանը։ Ոչ միայն չկա նման հանձնարարական, այլև չկա եկեղեցու դեմ արշավ, ինչպես դուք ինքներդ եք ասում։ Որովհետև ինչպես ես ասել եմ, Հայաստանի այդ ծառայելական Սուրբ եկեղեցի իմ սրբությունն է, իմ եկեղեցին է, ինչպես նաև այն մարդկանց, ովքեր մկրտված են Հայաստանի այդ ծառայելական Սուրբ։ Ինչու երեխաների հետ չի գնում այդ ձեր ասած Սուրբ։ Գիտեք ինչ, իմ երեխաները նրանցից առնվազն մի քանիսը գնում եւ գնացել են այն պատարակներին, որտեղ տեսախցիկներ չկան, որովհետեւ նրանք նախընտրում են իրենց հոգեվոր կյանքը ապրել իրենց հոգեվոր կյանքի տրավմանության մեջ։ Մեկը գնում, մյուսը չի գնում եւ այլն եւ այդպես շարունակ։ Թրամփի որդու գիտեք մենք նման այցի վերաբերյալ հայտարարություն չեն կարել, ով հայտարարություն արել, կողնայել բարձրաբան, որովհետև ինչպես ձեզ համար, այնպես էլ մեզ համար դա եղել է լրատվություն եւ ով որ այդ լրատվությունը տարածել է, կողնայել բարձրաբան։ Պարոն վարչապետ, անկլավի սլավների մասով դուք ասացիք, ձեր գրառումն է, որ Արցախը պետք է եւ մյուս օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն։ Մյուս կողմից ասացիք, որ չեմ հասկանում, այսինքն նախկին շրջանում ասում են, որ Հայաստանը չի պայքարում իր տարածքները վերադարձնելու համար, չէ, հիմա ուղղակի ձեր ուշադրությունն է հետաքրքիր է, եւ որ ասում ես, որ Հայաստանի ինքնիշխան տարածքները պետք է վերադարձվեն, պարզվում է, այդ էլ այդն ամենայնի նրա մասին, որ ինչ-որ բան տալիս ես եւ այդպես չէ։ Այս ուղղակի որպես հետաքրքիր։ Պատերազմ չեն կանելու, դրա համար էլ հիմա կասկածներ են առաջացել Արցախի հարցը վերել է գորական վիցե-տիգրանաշեն եք 1991 թվականի Ալմաթայի հռչակագիրը եւ դրա հիման վրա Հայաստանը եւ Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ դա պետք է ի կատար ածվի։ Նաեւ ինչպես արդեն ձեր հարցինի պատասխանը ընդդեղից եկեք ստեղելի հարց տա։ Հեսա կլսենք ես։ Ներողություն։ Ձեր հարցինի պատասխան օպտիմալացումների հնարավոր փոխանակումների սխեմաները նկարագրված են իրավական բարձրագույն ուժ ունեցող Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգում։ Պարոն վարչապետ, նաեւ ասացիք, որ այս քննարկումը դեռ չկա սահմանազատման հանձնաժողովների միջև, ամեն դեպքում այդ որոշում ամեն դեպքում դեռ չկա։ Հիմա եթե բանը ասում եմ, որ այդ թեման դեռևս սեղանին չի դրվել եւ այդ process-ը հիմա եթե այդ երբ որ լինի, երբ որ այդ process-ը լինի, ձեր կառավարության հստակ դիրքորոշումը ո՞րն է, անկլավների եւ էքսկլավների վերահսկողությունը մնա այնպես ինչպես կա, թե լինի փոխանակում, այսինքն երբ որ դուք ասում եք, որ Արցախը պետք է վերադարձվի, մենք կարող ենք արդեն հստակ սա անցալել որպես ազդակ, որ դուք կողմ եք դրանց այսինքն հայկական տարածքը վերադարձվի, իսկ ադրբեջանական այն անկլավները, որոնց մասին իրենք ասում են եւ դուք էլ եք ասում 91 թվականի քարտեզներով, դրանք էլ վերադարձվեն Ադրբեջանի, սա Հայաստանի դիրքորոշումն է։ Դուք կարող եք հստակ արձանագրել մի բան, որ Հայաստանի կառավարությունը առանց ժողովրդի դիրքորոշումը իմանալու
չի կարող Արցախաշենը փոխանակել որևէ բանի։ Այսինքն մենք ոչ միայն Արցախաշենը Հայաստանի ինքնիշխան տարածքի Ես հարցնում եմ ձեր դիրքորոշումը ո՞րն է։ Իրավիճակը մնա այսպես, թե այն մյուս սցենարով։ Ես այդ հարցին չեմ անդրադառնա, որովհետև նախ ինչպես ասացի, իմ նախկինում արձանագրած դիրքորոշման համաձայն կա մի հատ իրավական հիմքեր նայենք, այսինքն հիմա դուք ինձ ինչ հարց եք տալիս, ձեր դիրքորոշումը ո՞րն է, այդ իմ ընկալմամբ իրավական արձանագրումներ չտեսած վիճակում ես դիրքորոշում արտահայտել։ Պետք է մյուս կողմից էլ ասում եք 91 թվականի քարտեզները չեն ներառում անկլավները։ Չէ, ես դրա համար այդտեղ գիտեք, էլի են ասում են, այդ ասածների մեջ նրբություններ կան։ Այդ ասածների մեջ նրբություններ կան։ Հիմա, երբ որ կլինի խոսակցությունը, Ադրբեջանը կբերի իր փաստարկները, մենք կբերենք մեր փաստարկները եւ կտեսնենք կհամեմատենք։ Երբ որ եւ եթե արձանագրվի, որ կա այսպիսի թեմա 1, այսպիսի թեմա 2, այն ժամանակ արդեն կսկսենք մտածել դիրքորոշումների մասին։ Այդ արձանագրվածը ինքը մենք առաջարկում ենք փոփոխության ենթարկվի, թե չէ, բայց քանի դեռ չի արձանագրվել դե յուրե որևէ բան, դա քննարկելը ինքնին մեթոդական սխալ է։ Եվ մի կարճ հարց էլ, պարոն վարչապետ, Եվ դուք ասացիք, որ դուք ասացիք, չէ, արդեն բոլորը էլի բանի մասին, հատուկ ծառայ։ Չէ, Ցորենի հետ կապված է, Ցորենին անդրադառնանք։ Պարոն վարչապետ, Բայց դուք ինչի՞ չեք մի քիչ լենց կանգնում, որ մեր օպերատորներին անդադ չեն կանգնում։ Դուք ասացիք, որ հեղափոխության օրերին Եվրամիության դեսպանների հետ հանդիպում է եղել։ Եվրամիության չէ, բոլոր դեսպանները։ Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպում է եղել եւ բոլոր դեսպանների եւ իրենք Ես հիմա չեմ կարող ասել բոլորն են մասնակցել թե չէ։ Ես ուզում եմ հետեւյալը հասկանալ, որ օրն է եղել այդ հանդիպումը, եթե կարող եք հիշել օրը ասել եւ կոնկրետ ինչ աջակցություն են ձեզ առաջարկել Եվրամիության։ Գիտեք, այդ հանդիպումը տեղի է ունեցել Մարիոտում, ես օրը չեմ կարող ասել, դա ուղիղ եթերում ես գնացել եմ այդ հանդիպման, չի լուսաբանվել այդ հանդիպումը։ Ինչ աջակցություն են ձեզ առաջարկել։ Նրանք առաջարկել են միջնորդություն, ես մերժել եմ։ Ես ասել եմ, ես կարիք չունեմ օտար երկրա ներկայացուցիչների միջնորդության Հայաստանի Հանրապետության ներսում մեր հարաբերությունների համար։ Աջակցության մասին։ Այդ է եղել աջակցությունը, միջնորդություն։ Այսինքն աջակցության մասին չի եղել։ Աջակցություն միջնորդությունով, իրավիճակը։ Ոնց լուծվի, ոնց հանգուցանք։ Ես չեմ հարցրել, որովհետև ես ասել եմ, որ այդ բանաձևը ինքնին ինձ համար ընդունելի չի, մեզ համար։ Պայմանավորվում ենք վերջին Հարցը Ցորենի վերաբերյալ։ Վերջին 15 Վերջին հարցը։ Պարոն վարչապետ, Ցորենի չէ, որ է տարածել Ցորենի հարցը բան վարչապետում է հրաժարվել ռուսական հացահատիկից ի օգուտ ուկրաինականի։ չի կարող այդպես։ Պարոն վարչապետ, Ցորենի հետ մի րոպե, դե գիտեք, այդով է հայտարարել։ Նախ ես սկզբունքս առաջի անգամ խախտում եմ եւ իմ չկարդացած բանը լուրը մեկնաբանում եմ, բայց ասում եմ դա էտել հազար ներողություն բացարձակ անհեթեթություն։ Բացարձակ Պարոն անհեթեթություն։ վարչապետ, Ցորենի Կներեք, բայց ամբողջական կարող պատճառներով ցանկանում է անջատվել Մոսկվայից եւ օգնել Կիևին, այս դեպքում ուկրաինական Ցորենի մասին։ Հիմա արդեն գնացինք, այսքան կարդացինք Ցորենի մասին բան չկա։ Ցորենի մասին քննադատություններին, ընդդիմության քննադատություններին։ Կարիք եք քննադատել։ Ես մի ժամ դեր հարցերին պատասխան չեմ տվել։